Պարսմանյան ձեր վերջին ճեպազրույցում ասացիք, որ Մոսկվայում անուններ եք հնչեցրել Լավրովի մոտ, ովքեր Հայաստանի դեմ հիբրիդային գրողներ են։ Անում այդ ձեր հայտարարությունից հետո այդ գրողները շարունակվում են, օրինակ Զատուրինը, որ իշխողի պատգամավոր է, ասում է, որ այս կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը չպետք է վերարտադրվի։ Համար մենք սա ինչ-որ պետական միջամտության փորձ կա ընտրությունների ընդառաջ Ռուսաստանի կողմից։ Եթե լուրջ համարում եմ, որ այո, դա իրան չի վերաբերվում, որովհետև ինքը ավելի լավ է թող հիշի իմ եւ իրա վերջին հանդիպումը։ Իսկ որպես կեսկատակ կասեմ, ինչքան ինքը ու իր նմանները խոսեն, այնքան մենք շատ ավելի շատ ձայներ ենք ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Ես իրանց էլ եմ դա ասել։ Ես ասել եմ նաեւ, որ եթե դուք ելույթ եք ունենում, ասում եք, գիտեք ինչ, վարչապետ Փաշինյանը վատնա, Ալեն Սիմոնյանը վատնա, Էնմիսը վատնա, բայց մենք եւ մեր դարավոր հայ ժողովրդի ընկերությունը եւ մեր բարեկամությունը այդ խոսակցությունները մեր մոտ ծիծաղ են առաջացնում։ Ես նկատի ունեմ ոչ թե իմ մոտ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ դադարեք մեզ նման ձևով հարվածելը։ Ես դա ասել եմ եւ չեմ թաքցնում։ Հուսամ իրանք կհասկանան, բայց պարոն Զատուրինը կարող է նաեւ հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարարը, երբ որ ես խոսել եմ падգամավորների կողմից հայտարարությունների մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ այսօրվա իշխանության մասին։ Թող հետաքրքրվի իր գործընկերը ինչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել։ Ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։ Իսկ ունեք տպավորություն, որ Մոսկվայում ունեք ինչ-որ բանից դժգոհ են Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ այս արձագանքները դրա հետևանք են։ Մասնավորապես Հայաստանի վերջին կուրսը ոչ թե Ռուսաստանի ուղղությամբ։ Ինձ մեկ է։ Ինձ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության շահերը առաջ գնան եւ ինձ մենակ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության շահերը։ Թե դժգոհ են, դժգոհ չեն, լավ, ուրեմն պետք է քննարկենք, բայց ինչ եմ գնում այնտեղ։ Ես գնում եմ, որ այդ հարցերը քննարկեմ, բայց եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է խաղաղություն կառուցի, եթե Հայաստանի Հանրապետության զինվորները, տղաները պետք է չթան մահանան, անկեղծ ինձ մեկ է որևիցե այլ երկրի ինչ որ ներկայացուցիչ էմոցիան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար